մենք ունենք ազգի թշնամի, որը ամբողջ ջանքերով կործանում է ազգը։ Մենք ունենք իր ետևում կանգնած մի շարք դավաճաններ, որ հիմա Ադրբեջան են գնում եւ այլն։ Այդ ամբողջ ճարիքի դեմ մենք պետք է միավորված ուժերով հանդես գանք։ Ես պատրաստ եմ, խնդիր չկա, կարելի է մտածել, որ կարող է լինել ժամանակավոր կառավարություն, որպեսզի բոլորը միանան եւ հոգեվորական առաջնորդ ունենան, որպեսզի բոլորը իր շուրջ միավորվեն, վերջապես, միավորվեն հայ առաքելական եկեղեցու շուրջ։ Միայն դրանով հնարավոր կլինի այս ամբողջ ճարիքը լուծել։ Դրանից հետո նոր հնարավոր կլինեն նորից ընտրություններ եւ այդ նոր ընտրություններում արդեն թող հաղթեն ամենաուժեղները, բայց այս պահին, այս մակարդակում արդյոք դուք բոլոր քաղաքական գործիչները չեք հասկանում, որ մենք ամբողջությամբ կանգնած ենք ոչնչացման եզրին, եթե հանկարծ Նիկոլը նորից գա իշխանությանը, եւ դրա համար ես նորից կոչ եմ անում քաղաքական բոլոր ուժերին պայքարելու, կոչ եմ անում ամբողջ հայ ազգին, հասարակությանը չէ, հասարակությունը շատ ավելի մանր է, հայ ազգին ամբողջությամբ սթափվելու եւ ընկալելու, որ մենք այլընտրանք չունենք, մեզ տեղ չեն տվել այլևս անտարբերության, մենք այլընտրանք չունենք, մենք պարտավոր ենք պայքարել, հանուն ոչ թե միայն Հայաստանի, հանուն այն պատկերացումների լույսի մասին, որ յուրաքանչյուրի սրտում, ես վստահ եմ, միևնույն է արկա է։